Թռան կարամ են, գնա քանի։ Լավ էլ արտոջը։ Ասուն եմ ընտրում։ Էդ ինչա դու կուկուրուզ կրծող ազգ եք դարը։ Ընտրություններին ում եք աջակցել, որ ուժի։ Սամվել Կարապետյան։ Ոչ մեկին էլ չեմ ուզում աջակցեմ։ Ոչ մեկին։ Քուրոջան, ես իմ ընտրությունը արել եմ, ես հավատացյալ եմ, ասուն եմ ընտրում։ Նմանապես։ Դե դեռ չենք ընտրել, բայց հաստատ ոչ Փաշինյանին։ Իսկ ինչով է նա հիասթափեցրել ձեզ։ Բայց ինչով է հիացրել։ Հենց հարցը դրանում է, որ տնազուր կա սարքել մարդկանց, թե 5000 զոհերի համար, թե մարդկանց անգերեզման թողնելու համար, ինչի համար իրան պիտի աջակցենք, խնդիրը հենց դրանում է։ Ոչ մեկը չեմ վստահ։ Դե չգիտեմ։ Թռան կարամ են, գնա քանի։ Լավ էլ արտոջը։ Ճիշտն ասած, երևի ոչ մեկին։ Օրերը մոտենակ որոշեմ, բայց հաստատ Սամվել Կարապետյանի չէ։ Չեմ որոշել դեռ։ Ճիշտն ասած դեռ չեմ ծանոթացել, բայց գործող իշխանություններին դժվար։ Իմ ուժին։ Ընդդիմություն չէ։ Մեր իշխանությունը։ Չեմ կարող ասել։ Հələ ոչ չենք որոշել, չեմ կարա ասել։ Կպեին։ Սաղմեն մեկը մեկից ընտիր են։ Ունումալ լավ ունի, իրանց ասածների տերը լինեն, լավ կլինի։ Քեզ ինչ։ Ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն։ Աջ ցենտրիստ եմ ես, կենտրոնական։ Այսինքն ոչ դեմ եմ, ոչ ընդդեմ եմ։ Չեմ ասի։ Իհարկե Նիկոլ Փաշինյանին եմ ընտրելու, որովհետև շատ բան ունի արած, տեսանելի, շատ լավ, հարգում, սիրում ենք եւ ընտրելու ենք անպայման։ Այ ոչ մեկի ճիշտ ասածում աջակցենք։ Ես աջակցելու եմ Վարդան Ղուկասյանին։ Իրան ինքը արժանի մարդ է։ Թե չէ մնացածը սաղ սուտ են։ Առաջնահերթին իմաստվածը, հետո նոր Վարդան Ղուկասյանը։ Ոչ ոք։ Չեմ մասնակցում ընդհանրապես։ Ոչ մեկին։ Ինչ։ Միայն Նիկոլ Փաշինյանին։ Իսկ դու։ Նույնը։ Երկիրը, որ հիմա խաղաղության մեջ մենք ապրում ենք, իր շնորհիվ Փաշինյանին։ Ընդդիմություն։ Անորոշ բաներ կա, բայց Փաշինյանը չէ։ Այ որ ասում եք Փաշինյան չէ, բոլորը նա արդեն ղեկավարը չի ուժը, всё։ Նա իրան արդեն սպառել պրծել է, վերջ, իսկ Սամվելը գոնե էսի նորա, թարմա, ինչ որ մեջը մի բան կա, ինչ մի բան կփոխի էլի, դա չի լինի։ Նանացածը նույնն էլի, ինչ պետք է տաս, նույն բանն է։ Ռուսաստան հաճախակի գնում գալիս եմ, բայց որ այնտեղ որ տեսնում տես բաներ, որ իրանք ինձ կանգնած ասում են, «Էդ ինչա դու կուկուրուզ կրծող ազգ եք դարը»։ Ասում են, «Պերաշկի եք ուտում, կուկուրուզ եք ուտում»։ Սա ինչա, ձեզ մոտ վիճակը շատ վատ է։ Թուրքերը նստել են ձեր հողի վրա, մի հատ տեր չեք կանգնում աջ ու ձախ։ Ես այն անգամ էլ ասացի, որ ավելավա դու զենքով գնաս մեռնես, զոհվես, բայց իմանաս, որ դու արժանապատիվ կյանքով ապրես։ Եվ ոչ թե ամբողջ կյանքս նստես, նայես պատերի վրա, ու անդադ վախենաս, մեզի վախացնում են, պատերազմ կլինի։ Հետո ինչ, թող վախացնի։ Այդ երբ է հայը վախեցե։ Հայը պետք է չվախենա ոչ մի բանից։ Ինչ է, մահը չի հենց այդ վախը։ Չգիտեմ։ Մենակ ոչ ԿՊ։ Բացի Քոչարյանից ում ուզում ես։ Դու երևի Նիկոլին առայժմ ես։ Ինչի համար։ Հələ թող լինի սա, ես մոմենտ անցնի հետո կերևա։ Ոչ մեկի չեմ ասել։ Հենց հիմա չեմ կարող ձեզ պատասխանել։ Փաշինյանին։ Երևի Սամվել Կարապետյան։ Իշխանություն, պարտադիր իշխանություն։ Ես չգիտեմ դրանք որն են, չեմ տարբեր։ Դեռ չեմ որոշել, չգիտեմ։ Ցանկության հարցը բարձրաձայնելու կարիք չկա։ Նիկոլ Փաշինյանին։ Ես գիտեմ ում է։ Փաշինյան։ Ուրիշ բան պետք չէ։ Ես չեմ որոշել, բայց հաստատ ԿՊ չեմ ընտրելու։ Հիասթափված ենք, ահա որ։ Փաշինյան լավ է, թող մնա։ Դու իր համար յոլա կնալ լավ է։ Համաձայն։ Փաշինյանին միանշանակ։ Դեռ չեմ որոշել, բայց հաստատ ոչ նախկիններին, ոչ էլ ներկաներին։ Ավելի շատ Իգրան Ուրիխանյանին եմ հավատում։ Մտան ես գիտեմ, ինձի գործի ընդունեն կաշխատեմ։ Սամվել Կարապետյանը ինձի ասում էր աշխատանք եմ տալու, ուրա։ Թող տա էլի, միտեղ աշխատեմ։ Հիմա անգել եմ փողոցներով, մանեմ գալիս աշխատանք։ Հայրան հլա հարցը։ Օծեր ինչ գործը։ Երևի չգնամ չմասնակցեմ ավելի ճիշտ է։ Երևի իշխանություն։ Չգիտեմ հլա։ Գուրգեն Սիմոնյան։ Ոչ մեկին։ Սամվել Կարապետյան։ Ոչ մեկին դեռ չեմ որոշել։ Գախնի։ Քվեարկությունը գախնի է։ Ոչ մեկ։ Ես ընդդիմություններին ոչ էլ մասնակցում եմ։ Այս քանի տարի չեմ մասնակցում։ Ոչ մեկին։ Սպասում եմ, որ մի քիչ բյուրեղանան, ԿՊ-ին հաստատ ձայն չեմ տալու,
բյուրեղանան մի հատ հասկանանք, որպեսզի մեր ձայնը փոշեցրիվ չարվի եւ խորհուրդ կտամ ձեր հեռուստադիտողներին, որպեսզի ճիշտ կողմնորոշվեն, անցողիկ ուժերին ձայն տան, որպեսզի ձայները չփոշեցրվեն։ Որպես կանոն գործող իշխանությունը միշտ ասպարեզ է նետում նոր ձևավորող քաղաքական միավորների, ընդհանրապես որպեսզի ժողովրդի ձայնը փոշիացնեն, փչացնեն եւ հետագայում դա օգտագործեն իրենց օգտին։ Խորհուրդ կտամ մեր քաղաքացիներին սթափ, ողջամիտ վերաբերմունք եւ կողմնորոշվեն քաղաքականապես կայուն, իրենցից իսկապես արժեք ներկայացնող, քաղաքական արժեք ներկայացնող ուժերից որևէ մեկին։